Şöyle sakal biraz. Ne açacak palya kaşlarını? Hayır Do mecânico, do gozeiro corricane. Escolha para me gastar o que assim gezetti. Marta Angars, Parzenada Çarşka'da kopyastin orada. Elime Bak o demir tabağı yakmış. Boş Gudeleş kalk çağırsa var bize. Tu queres dar isso, você tu queres isso.
Բաջան քիչ մաշան դարձի։ Ամեն բարակ։ Քելը գործել, Վերն է, վեր է։ Արի։ Ագաջան անուշեր է։
Gir edin, astı. Aha, haydi beran. Aşağı bir yana tıkla. Kafres kaneran yinin, ahim hayreni kişure. Hak babısay çerit xemeyt, zoregat sav belin haktet, kaşun tanum et savutet, ahim hayreni kişure. Kaşun tanum Achim hayreni kişure Tarnençerin otar yelkrin Agilerin hamçuni Marçok biti xemem kerkin Yesim hayreni kişure Marçok biti xemem kerkin Achim hayreni kişure Şivan otar neden yegel Ben iknerin dursen vanen Otenu gordenen kamen Achim hayreni kişure Otenu gordenen kamen Achim hayreni kişure Aslar çeyeseti aşkad istiyor Ferzak, Hey, akşam bir bu kavli haneluk kanatı kanatı. Bir bu gözü şebeze bezdik. Yes. Hadi. Bunu şok da. Aşık. Kanı kim yer falan cam etmez. Deyince geliyor. Hadi tamam. Çirkin diye ne kadar çirkin. So, you would do it, Maji. Ha, bir. Koparız. Bir. Koparız. Koparar. Eskimoda.
Արջերվեոր ելն է ձո։ Կանեք շին կորեցո։ Ինչի։ Վիրը հոսը մեծ է։ Տանը հեքի վարին։ Նորմալ։ Երկան բաբուխ, թե լցած ես տեղ, հար օրեն։ Մեկ է խոփերը, զո փորած։ Ես տագնին մնի։ Արեն իշկա, դիտեցին ուտագի մացի գսե, շնել մեման մեգալան գերար, եզի պոթեգր դնին աշխալիկ Գարվի վախտը նեղեք իմանաս։ Մագեն, դեմեցը կա։ Խրամատի մեջ է այսպան գործը։ Սես դավայ ռուս։ Նիկա վախնանում գալով խիտ է գուխը։ Մագեն, սպանա ջան, վաղնի ես կպալի։ Իմա մերը քարը դիել մետեզը։ Դուք ևոր ուր են եկավ, այս բարգոզը։ Հարաս բարավ սամները։ Բարավ այգու խոյ։ Լագեր չես եկի։ Բայկաստ է։ Բայկակել ես։ Ոդրակ չկա, բարավ մարզա ուշա։ Բանի դու։ Նգարես կի այդի կե։ Հա։ Իկան բանեն ենք չապենք էդի վայրում նգարես։ Դիլերը նեղայ։ Ես գայնը իկին գայնը։ Մի հանե հայ մի կինեմ։ Վագոն դե մենდե պետք չէ։ Դույ թավախ է վագոն։ Դուրան դրուան նստելու համար։ Երևակը։ Գայնի կին գեղը չի ապար։ Դե չի դու այստեղ ասավասար է։ Այդպես չեղա։ Ալի չանի գա աննա կարեք։ Դու լավ ցանտարը։ Ինձ եկավենեք։ Սա դու ես ասում եք որ ես տարել է որ գոլ կենը։ Ես թուրում չինում ֆերլը դավեսնենք է։ Հա։ Թուրում չինում չեք ինում մեջ։ Սպարտակին դիտոնես։ Մոլայոր հանի։ Ամենա մերն է դու։ Կերժան, այո։ Չող պարսուս նկարış քրդանոց վրա։ Ամենա մեծ գործը կարաբեդին։ Իմեսիկին քորդի դեսնիկ։ Ահա կավալը։ Հա։ Ախալակ է։ Հա, այդպես։ Ոյ, օբշի դոշնալեսն, դոշնալ։ Աշի քարը հանել այս։ Հա, պապլոս կաշը։ Բազիա եկել։ Ֆիլը գորգի։ Մալադես տավակես։ Մեմեկետ խոդական։ Հալա։ Իե բեփա։ Իգո շաշին ես։ Հա դու ես փեն։ Նամակո։ Տարոս։ Նամակո։ Անջի քսանի։ Եփ կի աշոկա։ Իքո բուզի։ Լեգալուա ձերկուլա։ Նամատերը քեհովցանք։ Գուլս դիերը գեֆերեն։ Հա մերը։ Իզի թաղումին համար։ Illeri savalle de çıkak cantek ki çocuğa sen çivi gene. Este կարևորը չայսի քապարգեն դեր։ Այսի բարգեն դեր այդ ուգլայ քանեն դեր։ Այսի գամ ես քարը։ Կարա հանեցին մեկ աջակցի։ Եդի քիչ էր։ Երևա խոչետ դրա դուք դալի քիչ անեք։ Անենք, Անենք։ Անենք աղբար։ Այսի քանեցին եմ երդով քան։ Անենք աղբար։ Գամ ես քարը։ Այդի կայնած դեր, դիշ։
Restorası hanım kuştu. Hadi hanas khayet kishmenadi kedegi. Emi gaynan galorin kedi ve arrosa. Şirum megiş. Terrosu çakin gibi. Devam hanım. Alman. Bunca bana bir
ամենաբարձր դեղը եւ գեներալ ջուրը, որ պիտի մեր ժողովրդին եւ առողջ բայ եւ մաքուր բայ եւ հարստացնե, այսօր իրականություն է դարձել, ձեր լուման ունեք եղել, ես մացել եմ, ես ետ հաջողակի չեմ անկտել, թող այսպիսի աշխատավոր մարդիկ, որոնք կատարեցին, թող ամբողջ ռայոնի շրջանի մեջ So, Kamatik. Come in, come in. Այսօր դոն է խանդոյի հասարակության համար։ Իրոք, համաժողովրդական, իսկական դոն։ Տարիներ շարունակ խանդոցին երազել է ջուր ունենալը։ Այսօր խանդոցը այդ երազանք իրականություն է դարձել։ Խանդոցին յուրովի է գնահատում ջրի լինելը, չլինելը, որովհետև խանդոն իր դիրքով պայմանավորված, ինչ-որ բանով պայմանավորված երևի շրջանի ամենաջրասու գյուղն է եղել։ Բազմաթիվ սերունդներ խանդոցի սերունդներ գնացին այդ երազանքով։ Այսօրվա սերունդը բախտավոր է։ Այդ բանը տեսավ։ Այս առումով եմ ասում, որ այսօրվա դեպքը, այսօրվա իրադարձությունը մեծ բան էր խանդորի պատմության մեջ։ Միտինգը նվիրված այս իրադարձությանը, Էրկիլա խանդոր ջրատարի բացմանը համարվում է բացված։ Ըստ է Մեգաստանի խորհրդարանի անդամ պարոն Ռայիսյանը։ Շրջանի վարչության նախկին նախագահ Ընկեր Դարբինյանը։ Շրջանային վարչության բաժնի վարիչ, կազմբաժնի վարիչ Ընկեր Շիրինյանը։ Բարենի և գյուղատնտեսության վարչության աշխատակիցներ Ընկեր Գիտխանյանը, Ընկեր Ուզունյանը, մեր ջրատարի նախագծի հեղինակը, խնդրեմ։ Նոր շրջանի հարևան գյուղերից սրտանց ուրախացող պաշտոնադար և ոչ պաշտոնադար այլ անձիկ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Տեսնենք Ընկեր Մանասյան։ Սիրելի խանդոցիներ, այսօր թվում է, թե ինձ նման բոլորներ հուզված ենք և պատճառը հասկանալի է։ Երկար ու երկար տարիներ խանդոցին արարել է, աշխատել է,
ստեղծել է, բայց այսօր այդ բոլորի գլուխ գործոցը մեր աչքի առաջ է։ Մենք մինչ այս ապրել ենք տարբեր պահեր, հնիսկ մինչև նորը շինել է մեր ժողովուրդը, ուրախացել է ու տխրել։ Եթե կետարկետ թվելու լինենք, այսպես կարելի ասել։ 170 տարի է ինչ մենք ջավախկաբնակ ենք։ Այդ 170 տարիների ընթացքում Խանդոն, թեպետ և այսօրվա համեմատ փոքր գյուղ ժամանակի, բայց շրջանի մասշտաբով, ջավախքի տերիտորիայի մասշտաբով միշտ եղել է մեծ գյուղերի շարքում։ Եվ հասկանալի է, որ Խանդոն, Խանդոցին, Խանդոցիները աշխատել, ստեղծել, ստեղծագործել են, որպեսզի կարողանան գոյատևել, պատկերացրեք 170 տարի առաջ գաղթված ժողովուրդ և ջավախքի սուղ ու ծանր պայմաններ։ Եկել է Խանդոցին ջավախքի այս ծայրամասային անկյունը և ուզեցել է, որ երևա որպես լավ։ 170 տարիների ընթացքում ինչ է արել Խանդոն, շատ բան։ Եթե մենք մի փոքր չափով ետ դառնանք, մենք քրքրենք մեր պատմությունը, ապա ասենք, որ ջրի համար Խանդոցին միշտ է տկնել է, մի բան ձեռք է բերել և շուտով կորցրել։ Այ օրինակ, մեր աչքի առաջ մեր աղբյուրներն են, քարով, հսկա քարերով սալարկված, սա այսօր մենք չենք շինել, հասկանալի է։ Տասնամյակներ առաջ շինել են մեր պապերը, ապու պապերը, որոնցից ոչ ոք այսօր չկա, բայց նրանք նվիրել են մեզ, օգտվում էին մինչև վերջին տարիները, օգտվում էին, որովհետև երբ Խանդոր որպես ձևավորվեց այստեղ, հաշվի առան, որ ջուրը ամենակենսականորեն կարևոր միջոց է և պետք է ջրի մոտիկ լինել, իսկ մոտիկ լինել նշանակում է ծավալել ժայռապռունգի և գիտեք, որ հին Խանդոն ժայռի վրա աղբյուրներին մոտիկ շինած մի փոքր կազմակերպություն էր, այսպես ասած, իսկ երբ պայմանները լավի դարձան, ընդարձակվեցինք և գյուղի տերիտորիան, հենց գյուղի նստվածքը մի քանի անգամ մեծացավ, մտածելով, որ պայմանները այնպիսին են, որ կարող ենք մենք ունենալ ջուր, ամենակարևորը ջուրը։ Եվ եկավ այդպես, բազմաթիվ այլ շինարարությունների հետ, վերջին 30 տարվա ընթացքում մենք օգտվում էինք Իխտիլա Խանդո ջրատարի համարյա 1/4 բաժնից, բայց դա այնքան էլ կենսունակ դուրս չեկավ և շուտով կորցրեց իր կենսունակությունը։ Միշտ, ինչպես ասում են հեքիաթներում, պարկում, քնում էինք, զարթնում և ջուր էինք կանչում։ Ճիշտ է, ջավախք ընդհանրապես ջրառատ երկիր է, Խանդոն էլ ջրով պակաս չէ, բայց թվում է, թե բնությունը մեզ պատժելու համար բոլոր աղբյուրները շինել է գյուղի նստվածքից բավական ներքև և որպեսզի մենք կարողանայինք օգտվել մեր այդ հարստությունից, անպայման պետք է ֆիզիկական ծանր աշխատանք կատարեինք։ Եվ վերջ այնպես եղավ, որ վերջի շրջանում այդ ծանրությունը խիստ ավելի անտանելի դարձավ։ Բանն այն է, որ գյուղը ընդարձակվեց և Իխտիլա Խանդո, Իխտիլա Վարևան, Օրջա Հարագվա ջրատարի այն բաժինը, որը մեզ էր մատակարարում, համարյա թե շարքից դուրս եկավ և նա այսօրվա բաժներին չէր կարող բավարարել։ Հարկավոր էր նոր միջոցի դիմել։ Այդ միջոցը, որը այսօր մեզ ցնծություն է պատճառել, որի ձեռքբերմամբ մենք մեզ հաղթանակ ենք տոնում, ես պետք է խոստովանեմ, որ համարյա թե բոլորիս մոդել, այսպես ասած երևակայությունից դուրս էր թվում, թե ինչպես կարելի այդ հսկա ճանապարհը մի գյուղի, համարյա մի գյուղի ուժերով, այն էլ այս սուղ պայմաններում, այս ծանր պայմաններում, երբ կյանքում ահագին և նույնիսկ կարելի ասել ահավոր չափի փոփոխություններ էին լինում և այդ ծանր պայմաններում ինչքան կամքի ուժ, ինչքան հերոսություն էր պետք, որպեսզի կարողանայինք մենք այսօրը նշել նոյեմբերի 3-ը 1998 թվականին։ Եվ երևակայությունից դուրս թվացող այս ծանր աշխատանք, այս ծանր
դժվար տանելի աշխատանքը, այս մեծ հաղթանակը մենք կարողացանք այսօր տոնել։ Դրա համար ես շնորհավորում եմ բոլոր խանդոցիներին մեկ-մեկ։ Ցանկանում եմ, որ բոլորը կարողանանք երկար ժամանակ օգտվել այս գեղեցիկ հարստությունից, այս անփոխարինելի հարստությունից։ Այսպես ասենք, որ եղել է ժամանակ մենք ելի ենք ցնծացել։ Շատերը կային, շատերը հետո են ծնվել նստողներից, բայց նրանք ովքեր որ վկա էին մեր էլեկտրակայանի շինարարությանը, այսպիսի ցնծություն է համարյաթե, բայց տարբերությունը բավական մեծ է։ Գիտեիք, որ էլեկտրակայան, եթե Խանդոն սեփական էլ չունենա, վաղը մյուս օրը պետք է ուրիշ տեղից էլեկտրական էներգիա ստացվի, բայց ջուրը միայն Խանդոցին ինքը կարող է իրեն տալ եւ այսօր այդ բանը եղավ։ Խոսքը դրվում է գյուղվարչության նախագահ պարոն Սպերսյան Սերգոյին։ Մենք շատ միասնական ձևով շատ մեծ գործ կատարեցինք։ Ամենամեծ ուրախություն այսօր պատել է Խանդոյի ժողովրդին։ Ես հասկանում եմ, բոլորդ էլ, ես գիտեմ, որ սրտաս նստել եք, բոլորդ ուրախ եք։ Այս գործը կատարել ենք ամբողջ ուժերով, ամբողջ խանդոցիների ուժերով, և ֆիզիկական, և ֆինանսական, բայց այս գործի մեջ կան մարդիկ, որ ես այստեղից կուզեմ այդ մարդկանց անունները տալ, որովհետև առանց այդ մարդկանց ավելի մեծ ձևով նվիրվածության այսօրվա հաղթանակի մենք չէինք հասնի։ Առաջին ազնվորություն ես որ կուզեմ նշել այստեղ Թորոսյան Աշիգին, մեր տնտեսության նախագահին, նախկին։ Ամենամեծ ծանրությունը Աշիգը դարավ այս գործի մեջ։ Որովհետև դժվար է ժամանակ, արդեն տնտեսությունները փլվեին գա, վերևից ուրիշ կսեին, ներքևից ժողովուրդ ուրիշ կպահանջեր։ Մի կողմից էլ մենք ժողովրդով Աշիգից պահանջեինք, որ տնտեսությունը ինչը ունի, ներդնենք, որ ջրադարը կառուցենք, բայց շրջանից էլ ուրիշ կսեին։ Շրջանից գիտեիք ինչ որ այստեղ ուրիշ բաներ կատարվի, խողովակները փոխենք կարու հետ, կարին Հայաստան գասնի, Հայաստանից Տրուբա քիչ կգա ինչ որ գարի շատ կասնի։ Աշիգին բոլոր խանդոցինով շնորհակալություն հայտնենք։ Եվ գիտեք, ինչքան դժվար որ մարդ այդքան աշխատել այդ գործի մեջ, գիշեր զոր, Աշիգի հետ ենք եղել, ամոժնաները եղտել է հասարակության են մարդկանց, որոնք որ ասենք կային որ չէին ուզել որ մենք ջուրը բերեին։ Բայց մեծ մասը կուզեին որ այս ջուրը հասնի Խանդոն։ Աշիգի հետ ենք գնացել։ Հայաստան միշտ անգամ իրար հետ ենք գնացել։ Գիշեր ցերեկ մենք աշխատել ենք այդ գործի վրա։ Ամենամեծ ծանրությունը գայել ես սկսեմ Աշիգը, բայց այսօր ինքս ստեղ չէ։ Ռուսաստան է, իրեն գործերում հաջողություն դա։ Այսօր իշքան մենք ուրախ ենք, բայց ինքը մեզ հետ չէ։ Երկրորդ ազնվորությունը, որ ես կուզեմ նշել, Եգեթայրաց Թարկիսն է, մեր համագործին, որ են դժվարին բային, որ ֆինանս մենք չունեինք, ինֆլացիա գերտար, յուղովի որոշեինք, որ եթե այդքան գարի հավաքենք, այդքան փող հավաքենք, ապա երինքեն էլ ինչ-որ հաշվումներ երինքենով մենք ջուրը հասնենք, բայց անընդհատ երկու տարին մեկ անգամ, ամիսը մեկ անգամ ինֆլացիա գերտար, այդ փողը հեչ կլներ, խողովակը թանկնարգ է, աշխատանքների դինը փորելու ծախսերը էլեկտրոդ ավելի թանկներով ձեռք բերեին։ Դրա համար Եգեթայրաց Սարգիսը 10 միլիոն փող իր սեփական հանձնական ունեցվածքից ներդրեց, Ռուսաստանից ուղարկեց։ Ձեր անունից շնորհակալություն եմ հայտնում Սարգիսին։ Եվ արժե հետո այդ խողովակներն որ 7 ավտո մի օր կամ մի շաբաթ հետո 10 ավտո, 5 ավտո կգային, չէինք այդ ճանապարհի վրա։
Ես շնորհակալություն հայտնում Ալակուլյան Արարատին, մեր համագյուղացուն, ինոնտեղ Դամորջան աշխատի։ Այդ գործերը ինքն է եւ մենք Դամորջան հաղ չենք տվել, օրենքով ասնյորա պիտի հաղ տաս այդ տրուբաներին, բայց հաղ չենք տվել։ Այդ գործի մեծ մասունի Ղարագեբլագյան Ստեփանը Ալակուլյան Հարությունի տեսան Հայաստանի հատուկ ծրագրերի կոմիտեի նախագահի տեղակալն ենք մեզի շատ է օգնի հետո ինֆլացիան որ գետար հերիք չերին մեր ունեցած սուման մենք դիմեցինք շրջանի վարչություն ու շրջանի վարչությունը միջոցներ չունի ոչ էլ հանրապետությունն է հատկացուցի միջոցներ Բազմից անգամ եղել եմ նախկին ղեկավար Դարբինյանի մոտ ու Դարբինյանը ընդառաջ գնալով 20,000 լարի իրա ամեն ինչ իրա վրա առնելով 20,000 լարի հատկացրեց մեզ եւ ամբողջ մեր բնակչության մեծ ու փոքր անունից ես շնորհակալություն հայտնում մեր հարգելի Տիգրանովիչին Դարբինյանին ինքեստեղ նստած է Հետո ես գործի մեջ Իղտիլայից որ մինչև հասուցենք կոտելյա նորից դժվարություններ էր իհայտ եկան Զագու ժողովուրդը ջուր չունի, ջուր գուզեր մեզի ջուր դևեք որ մեր տարածքից հասնենք Մենք շատ գնացինք, շատ խոսանք Նո հետո ես դիմեցի մեր պատգամավոր Ռայսյանին Նորասյանն եկավ այնտեղ հարցերը ժողովրդի հետ լուծեց ու ջուրը կարողացանք անցկացնել Զագի տարածքից։ Շնորհակալություն ենք հայտնում Ռայսյանին այդ մեծ գործը անվերի համար կարելի համար։ Մի 4 ամիս առաջ երևի դուք գիտեք մենք փողը հավաքեինք գյուղից 35 միլիոն փող հավաքվավ ամբողջ գյուղից որ անհնար էր մինչև գյուղ հասնել Խողովակների համար երիք չէին ինե ու ես դիմեցի նոր ղեկավար Մուրադյանին, բարոն Մուրադյանին ու իրադրություն իման որ չկար էլի ֆինանսներ հատուկ վարչության ֆոնդից իրենց շրջանի վարչության ունեցված խոզրաշոտնի ֆոնդ է երևի ինչ է այդ ֆոնդերից հատկացել մեր գյուղի համար ամբողջ հասարակության կողմից շնորհակալություն հայտնենք մեր Սարգսովիչի բարոն Մուրադյանին այդպես աշխատանք կամերելու համար Հետո ես այստեղ շատ անուններ կա որ թեմ պիտի երևի երկար լինա ես մի քիչ ուզեմ երևի ում անուն նոր չեմ դա չներանալ էլի որովհետև երկար է արդեն մենք Ես շնորհակալություն ուզեմ հայտնել Հակոբյան Արարատից որ աշիկից հետո ինչ որ աշիկ ներկայանաց գործին հետման Հակոբյան Արարատը կաննես մինչև քեզ Շնորհակալություն եմ դեց աշխատող մեր ընկերներին, որոնք կարողացան մի երկու ամսվա մեջ մեր տարածքի հատվածը մինչև գյուղ հասնել ջուրը։ Դավիթ Նուժանյանին, Սարգիս Թորոսյանին, Ամլետ Հակոբյանին, Սարգիս Նուժանյանին, բոլորին, Հակոբյանին, բոլորին։ Առանց պրոյեկտի կջուրը բերենք և դիմում կգայեն իդր համար։ Ես չեմ ուզի քաղաքական ուրիշ բաներից է խոսել, կարողացա տեխնիկական փաստաթղթերը պրոյեկտը ամեն ինչ էի կարգին մենք ունենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եմ հայտնում մեր նախկին բնակիչի մի հաջորդ քաղաքում ապրող
Տիգիթխանյան հրաչիկից։ Որը Իշկան քաղաք են գնացել ջարին համար հարցել է, Սերգո ինչ եղավ, մինչև ինչ եղավ, եւ օգնել է եւ իր հետ մտել են ղեկավարների մոտ, որ ինչ որ հարցեր եղել լուծել են։ Ժողովուրդ ջան, շնորհակալություն հանում բոլորից հետ, ովքեր մասնակցել են, քերտինք են թափել, շաբաթօրյակի գերտային, առանց փողի աշխատել են։ Այդ մեծ տարածքը, որ Գոտելյայի եւ Զագի Սինորի տարածքը 600 մետր, որ 5 մետր կանալը խորգությամբ թորեցինք, որ ջուրը շատ ասնի, ետիք մեր ժողովրդի շնորհքն էր։ Երևի մի 200 հոգի աշխատան մի շաբաթ, որ կարողացանք այդ ջուրը այդ բարձունքից անցկացնել։ Բոլորից ովքեր եկել են, քերտինք տա մեր շնորհակալություն բարձրում։ Եվ այսուհետև իմ ցանկությունս է, որ միասնական լենք, ինչ դժվարություններ ունենք, միասնական հաղթահարենք։ Առաջիկայում մենք ունենք ռոռոկման ջրի հարց լուծելու, ամենամեծ հարցն է։ Պիտի միասնական ձևով լուծենք։ Չխոստանանք այստեղից, ամբիոնից, բայց դրա վրա աշխատենք, որ ելնան։ Ինչ վերաբերվի է Գյուղվարշյան նախագահին, ես շնորհակալություն հայտնում մեր հասարակությանը, որ այս դժվարին պահերին, այս դժվարին կացության մեջ իմ գողքին կանեցին, որ այս մեծ աշխատանքը վերջացրինք։ Շնորհակալություն։ Առաջին խոսք այսպես լինել իմ վարդուկով, թե ինչքան մեծ կամքի ուժ, ինչքան մեծ նվիրվածություն եւ ինչքան մեծ Եգուզև ասենք ինքնասիրություն և ժողովրդասիրություն ունի այն մարդը, որը աշիկի հետ թերթերի տված կարողացավ այսօր մեզ ուրախացնել։ Դա ինքը մեր գյուղական վարչության նախագահ Ստեսյան Սերգոն է։ Այսպես պատերազմի անկիվերերան Գել Ասենցյան Մանովը։ Այսօր ես նոն է, սնդություն է խանդոյ հասարակության համար։ Երբևից է այսպիսի մեծ վաղթուն, այսպիսի մեծ սնդություն, այսպիսի մեծ հավաք։ Երևի գնում նիլ այսկար ժողորդեցված հանդիսադես չէ երև։ Այսօր մի դեպք, որը բոլորիս համար գուզող հարց էր, սպասվելի այմանների, ժամանակների ուզում է եստեք։ Այսօր ենարար ջուրը եկավ հասրավ խանդոր, սնդության տոն էր, եզերը փոքրերը բարում էին, վարխանում էին, շախանում էին։ Հարկ մեր ժողորդին, մեր հասարակությանը, որը նախադերնողներին, օգնողներին, միջամտողներին, հովանավորողներին, աչակցողներին, որոնք այսօր մեր ժողորդին ուրախ հասնում են։ Ես որպես պատերազմի և աշխատանքի վետերանների կողմից ներկայացուցիչ, որին շնորհակալություն ենք հայտնում, մենք չնայած որ մենք ֆիզիկական մեր աշխատանքը չենք ելնել այդ գործի մեջ և օգնող ենք եղել, ես պետք ասեմ, որ յուղում մեր մեծերը միշտ աջակցող են եղել և ուրախացող են եղել, որպեսզի ջուրը գյուղում այդ օրը եկել հասել է։ Իր շնորհիվ մեր հասարակության, մեր գործը նախադեռնողներին և մեր շրջանային ղեկավարությանը, որոնք սադար են կանգնել, օգնել են դեղ պայմաններում, դժվար պայմաններում, եթե օգնության կարիք եղել։ Եվ ես ուզեմ ասել, որ հետագայում եթե այդպիսի պայմաններ լինի, դրանք նորից պետք է սադար կանգնել, օգնել, որպեսզի Եշնական գետին հասնվի, որտեղ եշնական գետը հասնելու համար գյուղավիճան ցանցը պետք է տարածվի, բոլորին պետք է հասնել մեկի մեկի։ Շնորհակալություն բոլոր հասարակությունից, բոլոր այս գործը նախադեռնողներից, բոլոր մեզանից և որ այսօր մենք եկել ուրախացել ենք, նստել ենք այս պայծառ օրը նշելու համար։ Ով հիշական լինի,
պատմական օրերի նշվի այս հոկտեմբերի 3-ը խանդոցիների համար։ Հարկ բոլորի առողջություն, հաջողություն հետագայում։ Խոսքը դրվում է Սարգիս Զուռնաջյանի մոտ։ Արգելի խանդոցիներ, այս մեծ իրադարձությունը, որը համագել է մեծ ուրախություն բոլորի սրտում, մեր հիշողության մեջ դեռևս շատ երկար ու երկար ժամանակ կընդունի և այն անպայմանորեն կփոխանցվի գալող սերունդներին։ Ես իմ խոսքը ուզում եմ ներկայացնել գրավոր կերպով, որպես վավերագրական արձանագրություն և նրանով կարողանանք մենք մեր երաժշտագիտական խոսքը ասել նրանց, ովքեր որ մեծ գործ են կատարել այս համաժողովրդական մեծ գործով։ Աշխարհում եղել է և կան մարդիկ, որոնց անձնել է աշխատանքի յուրաքանչյուր օրինակը ուղղակի նվաստում է հայրենի օջախի, հայրենի գյուղի, հայրենի բարգավաճմանը և վայր ժողովրդի առաջընթացի։ Այն տեղի է ունենում այնպիսի դեպքում, և տվյալ պատու մեծ ու սուրբ գաղափարները հավերժապես կապում և ծառայում են համաժողովրդական մեծ գործին։ Դրանով միայն դրանով է իմաստավորում մարդկային կյանքի իսկական իմաստը։ Թումանյանի խոսքերով ասած, լավն է խոսում, լավ իմացել, որ խոսում է տարեկաշ, ելնեք նրան, որ իր գործով կապի անվերջ անդադար։ Ժողովրդական առածն ասում է, ինչ մարդու գործն ու աշխատանքն է, այն էլ կլի նրա պատմությունը։ Եվ հասկանալի է ու միանգամայն բնականon, որ այսօր խանդոցիները հավաքվել են այստեղ, բազմավոր հյուրերի ղեկավար մարմինների ներկայությամբ, հարազատի ջերմ զգացմունքներով արվեստում իրենց երաժշտագիտական խոսքն ասելու, հարկանքը հավաստելու նրանց, ովքեր համարձակորեն և կշռադատված նախաձեռնեցին Եղբիլավ անդող ծրատարի կարծողական նախագիծը և ավարտին հասցրին հրաշակեց ծրատարի ողջ աշխատանքը։ Այն իրավամբ հավասար էր հերոսության, որպես Խանդոյի տնտեսության երկրի պատմության մեկ մեծախոս շրջադարձի։ Գործին մասնակից հրաշալի տեղյակ մարդիկ կարող են վկայել, որ հսկայական այս կառույցը իր տարողության և արժեքների տեսակետից իրականացված է աննշան կարգերով և իսկապես 30 սանտիմետր տրամագիծ ունեցող հովագաշարերով 16 կիլոմետր անցնող և մեկ ժամում 120,000 լիտր ձուլալ թարնորակ անուշահամ ջուր տվող ջրատարը երևույթ է շրջանում և շատ անգամ վեր է եղել նույնիսկ շրջանի ուժերից։ Մեր խանդոցիներից երաժշտագիտական խոսքը ուղղված է շատերի, մեր ժողովրդի, բոլորի, սակայն ամենից առաջ գյուղական ժողովի նախագահ Սերգո Մարգոսի Սպեսյանին, նախկին տնտեսության ղեկավարներ Աշիկ Արսենի Թորոսյանին և Արարատ Գուրգենի Հակոբյանին։ Նրանք ունենալով հաստատական կամ համբերատարությամբ դիմակայելու բոլոր դժվարությունները, տնտեսության և գյուղի դժվարի և կյանքի ամենասով պայմաններում իրականացրին մեր ժողովրդի ամենապարզարի վաղեմի երազանքները։
Հսկայական կերադարը կտրեց անցավ գովիդուլեր, շամպի վրա ահետ կորան փշերը ժամ քարերը ժեր, կծավալնի կարծեկանքի կերանունը համեն տեր, բարոն Սերգո, բարոն Արո, բարոն Աշիկ ամենակե։ Չաթերով օգտագործելու, այլ նույնիսկ մեր տնամերձ այգիները ոռոգելու անսպար հորդարած աղբյուր, սակայն ամենագլխավորը մեր ժողովուրդը դուրս գալով ներկա խառնաշփոթ անպատվաբեր կացուցատերից կենցաղային հարցում գապի նորմալացված կյանքով։ Շատ բարձ է կնահատելով գյուղի ոչ կյանքում հրաշք դարձած այս իրադարձությունը, հարգելի Սերգո, հարգելի Արարատ, հարգելի Աշիկ եւ այս մեծ կորձին իրենց աշխատանքի համեստ բաժնեն ներդրող անձանք, ցանկանում ենք ձեզ ուժը կորով կամ կուզորություն ջրի նման երկար կյանք ի նշան երախտագիտության։ Խոսքն ունի պարոն Կամո Բասենցյանը։ Կատարվում է ուրախություն, ցնծություն, հարսանիք, մեծ վեհություն։ Խանդոն, որ ծվարած է այս ջորաբրկին, ուներ այնպիսի տեսք, որ ջրի դաշտում կանգնող մարդը ինքը ծարավ է, իսկապես ծարավ եք։ Մեր աղջիկները, հարսները, փայտյա կերմաններով ձորից նույնիսկ 150-200 մետր տերավերին ճանապարհ են անցնում 2 մետրով ջուր տուն հասցնելու համար։ Բայց այսօր ինչ կատարվեց։ Մոտ 18 կիլոմետր երկարությամբ ջրատարը կարելի է համարել մեր խանդոցու սրտի զարկերակը, որը մեզ ջուր է բերելու, որը մեզ կյանք է բերելու։ Ես խանդոյի հասարակության կողմից երախտիկի և շնորհակալության խոսք եմ հղում, հայտնում, առաջինը իրեն խանդոյի հասարակությանը, երկրորդը նրա ղեկավարությանը, հարգելի Սերգո, հարգելի ղեկավարություն, հարգելի աշխատողներ, դուք փառքով կատարեցիք այս մեծ գործի առաջին մասը, ես հասարակության կողմից խնդրում եմ, որ երկրորդ մասը ևս այսինքն ջրաբաշխման աշխատանքը ևս կատարվի նման բարգավաճանությամբ, այո ընկերներ, որովհետև մեր մեծ տարածք ունեցող գյուղը դժվար է ջրաբաշխման աշխատանքները ճիշտ կարգավորել։ Հույսով ենք, որ այդ աշխատանքը ևս կկատարվի շատ գերազանց ձևով։ Շնորհակալություն բոլոր աշխատողներից, շնորհակալություն նրանցից, որոնք գործ են կատարել։ Ցանկացել արտահայտել Խանդոյի հասարակությանը մեր հարևան գյուղացի Գոթելիայից Տարել Չինտկալաձեն։ Ընտրենք Գավելովիչ։ Շնորհակալություն։ Արգելի խանդոցիներ, ես տեսնիմ որ սա ինչպես որ ուրախ եք այսօր, միշտ միլիոն տարիով այսպես ուրախ եք։ Ես երկու խոսքով կուզեմ ասել որ խանդո այսպես ուրախություն, ալի որ եսիք առաջի անգամն է։ Առաջի անգամն է դուք այդպես մարդուն հավատացել եք, որ այս մարդ եկվան մեգալով դա շատ ուրախություն բերեգա։ Սերգոն այնպես մարդ է որ մեկ է քալով տարի հայմի կարողի բաղնիկ են հետև ջրելու իքունի բիտկա ես գիտեմ որ գեն է որ էլ չիչարչարան չիլի ես շնորհակալ եմ Սերգոյ և ռայոնի ղեկավարներնոր այստեղ մասնակցել են այս խանդոյի հասարակությունին այս ուրախություն շնորհակալություն Շանի ավարտը դեպի մատակարարումը մեր խնաշտան, մեր ժողովրդի պատմի երազանքն է։ Այստեղ մանրամասն են ինքնին նկարագրեցին, ես չեմ ուզում այլևս վերանալ այս հարցին, չնայած նա որ ես
գրել էի, պատրաստ էի երկար խոսելու, բայց այն ամենայնիվ կրթությունը կարծես թե իր արժեքը գործնում է։ Երևելիները մեր արժանահիշատակ գործիները, ես նկատում եմ մեր նախկին նախագահները, որոնք շատ գործ են կատարել, այսօր մենք պետք է նրանց հիշենք, ինչպես անասնագոմերի կառուցումը, էլեկտրոցանցի կառուցումը, ակումբի, կլուբի, յուքսովետի եւ տարբեր աշխատանքները, որոնք կատարել մեր նախկին նախագահները, որոնց մենք այսօր պետք է նրանց հիշենք։ Ինչպես եւ ամենակարևորը 1950 պատրական թվականների եւ մեր նախագահները նախաձեռնեցին հոգացած կներից դուրս բերել մեր ինչպես շրջանի բոլոր գյուղերի հասարակությանը, այնպես եւ այդ աշխատանք եղավ մեր ժողովրդի համար մեր նախագահների աշխատանքը հոգացած կներից դուրս գալու համար։ Սակայն պետք է ասել բոլորովին միակ ուշագրավ աշխատանքային եսակարգում կունենա Ջանաբերի Ֆուակաշարի այդ ճգնաժամային ծանր տարիներին Գյուղական սովետի գյուղական վարչության աշխատանքը, որը նախաձեռնվեց Սերգեյ Սպերսյանի, Աշիկ Թորոսյանի, Արանտ Հակոբյանի նախաձեռնությամբ։ Պետք է մենք գնահատենք նրանց աշխատանքը, մենք երախտաբար պետք է մենք նրանց նկատմամբ։ Ես պետք է սրա հետ միաժամանակ նաև ասեմ հետևյալը։ Մենք պետք է սա ստվեյդակ չթողնել։ Մենք պետք է նկատի ունենանք, որ սա պետք է տարիներ շոշափվի։ Օրինակ ասենք, թե հիմա գործուն ունի անուններ, մեր դաշտերի անունները, մեր տարածքների անունները։ Ես մտնում եմ երկու առաջարկություն։ Առաջի առաջարկությունս, որ պետք է մենք տնկենք անունը։ Տղան ծնվել է, իրեն մաշ տղա։ Դրան մենք չպետք է նայենք ուրիշ, պետք է մի անուն տնկենք։ Օրինակ ես ինքս գտնում եմ, որ առաջարկում եմ հետևյալը, անունը դրենք մեր ջրադարի, ջրաբերի անունը դրենք մենք հրաշ, կամ փրկություն, կամ լուսապատ, կամ արշալուս եւ այլն։ Եկեք մենք դա թողնենք մեր գյուղական սովետի տրամադրած եւ հայացողության տակ, որպեսզի մենք այդ անունը կնքենք, որպեսզի դա հիմնական մնա, միջև մեր մտածելուց վաղը միսով իշտ պետք է ասի այս հարցի կապակցության։ Ջուրը եկել եղել այն, բայց ինչ ջուր այլի։ Ով է, ոչ, ինչպես չորորդ, ինգերոտ և այլ։ Ակետ մենք անպայման մի գեղեցիկ անուն կնքենք, գտնենք և դնենք, առաջի առաջարկությունս դա է։ Երկրորդ առաջարկությունը հետևյալն է, ամեն տարի նոյեմբերի 3-ը պետք է մենք տոնակատարություն հասկացնենք Խանդոյում մենք հեսնենք մեր հրապարակում։ Այդ օրը նավակի տակ պետք է անպայման նշենք, թե չսաս սպեյդակ կմնա, եկել եք այսօր մենք մեր ազացինք, մենք որընդոցինք և գնացինք պարտես տամերի ժամանքից, ոչ, գետեր։ Մենք պետք է անպայման ամեն տարի, պատրիատ մենք պետք է հետական երկով մենք պետք է տունենք։ Այդ օրը նվակով, շպան պետք չէ, հանրավակ պետք չէ, ժողով պետք չէ, մեզ պետք է ուղղակի դուրս կար, տոնական ձևով նվակի տակ, հրապարակում, ուծի ամեն մարդիկ իրաց, ոչ որ ծրատոն է մեր ժողով, ոչ է կատարում ամեն տարի ասեքվե, 6-7 դորին է կատարում մայիսի, Այդպիսի որ մենք պետք է նշենք նաև այսօրը, ես կարծում եմ սա խելամիտ առաջարկություն է և պետք է պաշտպանենք այդ երկու առաջարկությունը, առաջին անունը, երկրորդը տոնը։ Գյուղական սովետը հետագայում շատ մեծ անելիքներ ունի։ Գյուղական սովետը ես եմ որ շատ մեծ աշխատանք կատարած հասարակի կապակցության։ Ինքերը Աշիկի և Գերարդեն միասին, մենք պետք է երախտապարտներ միասին կատարում։ Գյուղական սովետի հետագան աշխատանքը պետք է լինի Խանդոյի հասարակության համար հետևյալ։ Նա պետք է զբաղվի հողագործությամբ, գյուղատնտեսության զարգացման համար։ Ներկայիս գյուղական սովետի հիմնական աշխատանքը պետք է որ գյուղում մուտք գործել լավագույն սերմը, սորերի և կարտոֆիլի լավագույն սերմը, որտեղ մեր ժողովուրդը դրան քանիկն է զգում։ Հիմա երևից զուսմունքները չկա օգնելու կապակցությամբ, բայց հսկողություն է պետք այս հարցի կապակցությամբ է գյուղական սովետի աշխատանքը, որպեսզի կարողանանք շնորհում եմ ձեզ երջանկություն, առողջություն, հաջողություն։ Հաջողություն եմ ցանկանում ձեզ, երջանիկ գնեկորեք։ Ալաստանից իր սրտի խոսքն է բերել մեր գյուղացի Ադինա Զուռնաջյանը։ Այսօր, որպես ես ձեր ծոցից ելած զավակ,
ես էլ ձեզ հետ միասին ուրախ եմ այս գեղեցիկ օրվա համար։ Պետք է շնորհաշատ խոսքեր ասել լավ շինարարներին, ազնիվ բարի ղեկավարներին, որոնք կարողացան այսքան երկար հեռավորության վրա, այսքան խորության վրա կատարել իրենց մեծ այսքան շնորհաշատ աշխատանքը, հերոս այսինքն աշխատանքը։ Սիրելի խանդոցիներ, ես կամենում էի շրջանի բոլոր գյուղերը ունենային այսպիսի առաջադեմ ղեկավարներ, որոնք կարողանային այս ծանր ժամանակաշրջանում հոգային, ուժեին մարդկանց ցավն ու կարիքը։ Սիրելի խանդոցիներ, եկեք այսօր ես իմ սրտի խոսքն եմ բերել նվեր մեր աղբյուրին, թույլ տվեք կարդամ իմ գրած բանաստեղծություններից մեկը։ Հայրենի գյուղ, դու իմ չքնաղ, իմ հոգուն շատ հարազատ, քո ջանասեր զավակներով ինձ հպարտ եմ զգում շատ, միշտ եղել ես առաջադեմ, վաստակել ես մեծանուն, պիտի տանեն քեզ բարձրունքներ զավակներդ սիրասուն, դու իմ խանդով, գյուղ հույրընկալ, գովելու ես միշտ արժակ, հերվում ապրող զավակներից սրդումն ես դու հավիտյալ, քո գեղեցիկ բնությունով, տծված հավքերի կանչով, աղբյուր դել միացավ նրանց ուրախ անուշ կարգաչով։ Պատերազմի տարիներին դու հերոս գյուղ էիր հաղթ, լայնածավալ ծովարդերում ծորեն գարու բերքն առավ, աշխատասեր ժողովուրդը չխնայեց ուժ երան, հաց էր տալիս ողջ շրջանի սովի տարիներին այ։ Մարտնչեցին զավակներդ պատերազմում քաչարի, հայրենիքին նվիրեցի շատ զինվորներ, հայրենիքին նվիրեցի շատ գիտնականներ բարի, քո վերևում կապույտ երկինք պայծառարել միշտ լինի, անմահական ջուրն այս սուլալ բերք ու բարիք թող բերի։ Այսօր աղբյուրն իր փոխանջով ուրախացրեց շատերին, լավ գովեստի խոսքեր ասենք ազնիվ ղեկավարներին, բնությունը թող միշտ ծնի, միշտ ցերկոներ ազնիվ քաջ, որ բաբերի կիսած գործը տանեն նրանք միշտ առաջ։ Եվ գաղթած հայերին սիրով ընդունել, աշխատասեր հայրենը մեր նախքին իրենց քրտինքով գյուղի հիմքը դրի, և ստեղծվեց գյուղն այս անվանի, որի անունն հպատությամբ խանդը անվանեցին։ Իսկ այսօր կանցած նայելով անցյալ, տեսնում ենք հայ 70 տարիներին անցած, հոբելյանական այսօրը մեր գյուղի ուրախությամբ կհիշենք և չի մոռացվի։ Ինչպես մոռացվի և մի խոր հուշ ևս պիտի մնա մեր հուշերում նույնպես։ Ջուրն էր որնեցան հողի հետ միասին, որ մարդկությանը պետք էր ամբողջովին։ 1998 թվականի նոյեմբերի 3-ն էր այդ օրը մեր գյուղի։ Այսօր ուրիշ է կյանքը խանդոյում, այսօր ուրիշ է փայլը մարդկանց աչքերում, այսօր ուրիշ հով է մարված սրտերը, այսօր ուրիշ ամբողջ ուրախությունը։ Խանդոն ընդարձակ գյուղ է, ամեն ինչով ապահոված, բայց հարի ուտես ջրի պակասը շատ է զգացված։ Այսքան տարի հետո Ասպերցյանի գլխավորությամբ Խանդո գյուղը իր ջրի հուն ունեցավ։ Ջրի շատ արախն է հոսում, մարդկանց ուրախությանը ոչինչ չի ասում, և աշնանային այս պայծառ օրը մարդկանց հուշերում հավերժ է հիշում։ Քաղցր գոն էր Խանդոյի զավակը, այս ծանր գործը վերցրեց իր ուսին, վերցրեց և հպարտությամբ տարավ ամենը, և իր անունը փառքով պսակեց։ Գովաբանել կարելի է նաև մի քանիսին, որ իրենց քրտինքով այս ամենային։ Շնորհակալություն եմ հայտնում գյուղի անունից այդ աշխատասեր քաջ կոլեկտիվին։ Ինչպես կասի Թումանյան հայազգին, նույն խոսքն էլ կասեմ ես մեր գյուղին։ Գործն է ամա, լավ իմացեք, որ խոսում է դարեդար, ելնեք նրան, որ իր գործով կապրի ամբեր չանդադար։ Խոսք ունին ասելու Համես Զուրնաջյանն ու Ռուզաննա Թորոսյանը։ Եկեք։
խանդոցիներ, այսօր մեծ տոն է մեզ համար, ու վերջապես իրականացավ մեր երկար սպասված ու մեծ դժվարության հետ կապված երազանքը։ Մենք մեր շնորհակալության խոսք ունենք ասելու այն մարդկանց ու այն ղեկավար անձանց, որ ինձ քրտնաջան ու հուսալի աշխատանքով բավականաբար երկար ճանապարհ անցավ, ջրառատ խողովակներով, վերջապես ջուրը հասցրին մեր գյուղը։ Եվ մեր փոքրիկ հրավարությունը, փոքրիկ բանաստեղծը, Պողոս Պաբոյան։ Ես ուզում եի մինչև այս բարոնիկի քայնանը առաջարկություն արեց, որ ջրջրուղի անունը երևի ինչ եք ուզում դնել, ես չգիտեմ ինչ ուզում եք ետ դերեք, բայց սրանից հետո Սերգոյի անունը մենք դնում ենք ջուր բերող Սերգոյ, այդ առաջինը, ջրուղի Երկրորդը, այսօրվա սրում բային ես չի ուզում ուրիշ բաների մասին խոսել, բայց մի բան է ուզում ձեզ հիշեցնել, որ մեր հարկել Իսպերիցյան Սերգոն
Քաղաքացիների միության ցուցակում այս ընտրությունների երկրորդ համարն է շրջանային ընտրությունների ժամանակ։ Խնդրում եմ, որ իր հայրությունը դուք ցույց տաք ամսի 19-ին։ Շնորհակալություն։ Գեներ, իր խոսքն ունի ձեզ ասելու շրջանային վարչության նախագահ պարոն Հենրիկ Մուրադյանը։ Ագելի խանդոցներ, ագելի հյուրեր, այսօր իհարկե բոլորիս համար տոն է, շատ մեծ տոն է, և ես ուզում եմ ձեզ բոլորիդ ասեմ են, ինչ որ ինձ ասեցին երեքի առաջի օրը մեր Վրաստանի պրեզիդենտը պարոն Շևարդնաձեն և պարլամենտի նախագահ պարոն Զուրաբ Շուհանյան, իրենք ինձ ասեցին, որ ես անպայման այսօր նշեմ են, որ իրենք շատ ուրախ են, որ այսօր տոն են ձեզ մոտ աստեղ, բայց առաջին հերթին ուզում եմ ասեմ են, որ այս տոնի մեջ, այսօրվա տոնի մեջ դրված ձեր քրտինքը առաջին հերթին դա ձեր աշխատանքն է, եթե որևէ մեկը դա կլինի ղեկավարությունը Վրաստանի, չգիտեմ, շրջանի եւ այլն նախկին ղեկավարությունը, նոր ղեկավարությունը դա մեր պարտականությունն է։ Մենք այդ պետք է անենք, հնարավորության չափով, բայց առաջին հերթին նույնը կգնում դա ձեր աշխատանքը, դա ձեր քրտինքն է։ Ուզում եմ ձեզ բոլորի շնորհակալություն։ Ես անպայման ուզում եմ նշեմ, որ այսօր կանայց տոնն է, Խանդոյի կանայց տոնն է, որովհետև պատճառը դուք բոլորը շատ լավ գիտեք, որ ամեն մի ընտանիքում ջուրը իրենց ձեռներով էր հասնում, այդ ձեռներով, կանայց ձեռներով։ Երբ որ խոսում ենք մենք Սերգեյ Սպերցյանի մասին, բոլորը ծափահարում է, ես ուզում եմ մի հատ ծափահարենք, որովհետև Սերգեյը իմ կյանքը ընթացքում ես իսկական եմ ասում Սերգեյ կյանքս կերել, որ գալիս էին սկսում էր այդ մասին խոսել, ես իրեն բացատրում էի ամբողջ շրջանի դժվարությունները ինքը ելնում էր իր գյուղի դժվարություններից, բայց վերջը հաղթեց, համոզեց բոլորիս, որ այս գործը պետք է արվի։ Ես ուր շնորհակալություն հայտնեմ իրեն այդ բանի համար։ Դժվարություններ շատ կա։ Ես գիտեմ, որ դժվարություններ շատ կա բոլոր Վրաստանում, մեր շրջանում, շատ դժվար վիճակում են մեր թոշակառուները, մանկավարժները եւ այլն, բայց ես այսօր չէի ուզենա այդ մասին խոսել, մենք շատ գործեր ունենք պլանավորված, ձեզ հետ միասին շրջանի բոլոր ժողովրդի հետ միասին, իմ կարծիքով պետք է աշխատենք, որ այդ դժվարություններից ելնենք եւ անենք այնց, որ ամեն գյուղում եւ Խանդոյում նույնը կրկնապատիկ, մենք ամեն տարի կլինի թե ամիս կլինի որևէ մի բան ավելացնենք եւ որևէ մի տոն նշենք։ Ես ուզում եմ նորից ասեմ բոլորիդ, շնորհավորեմ այսօրվա օրը եւ բոլորիդ ասեմ, որ գիտենաք, որ մենք գիտենք Խանդոյի ժողովրդի հասարակության բնավորությունը, մենք գիտենք, որ դուք շատ աշխատասեր մարդիկ եք, մենք տեսնում ենք ձեր արվածքը եւ նույնը շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին։ Շնորհակալություն ձեզ, երկար տարիներ, բոլորը չգիտեմ այսօրվան օրը նորից էլի նշենք, այսօր մենք բոլորս իրավունք ունենք քեփանելու, ուտել, խմելու։ Շնորհակալություն։ Մեկ անգամ եւս ձեր անունից, Խանդոյի ողջ հասարակության անունից շնորհակալություն հայտնել պարոն Մուրադյանին, պարոն Ռայիսյանին, բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակին ինչ-որ բանով աջակցել օգնել մեր այսօրվա տոնը այսօր լինելու գործում։ Ոչ միայն աջակցել են, այլ նաև ժամանակ են գտել այսօր ներկայացնել մեր ուրախությանը, մեր ուրախությունով ուրախանալ, մեր ուրախությունը գիսել։ Շնորհակալություն բոլորին անունից, ինժեներից։ Մինչև միտինգի ավարտ արձանելը թույլ տվեք մի հայտարարություն գործի։ Մեր պատերի հների ավանդության համաձայն, ինչպես բոլոր ուրախ դեպքերի ուրախ հարետների ժամանակ, այսօր էլ սեղան է պատրաստված։ Խնդրում ենք բոլորից ներկա լինել օժնելու համար մեր ջրադարը, որպեսզի երկար ուրախաբան աշխատի։
օրհնելու համար նաև այն մարդկանց, որոնք ջանք ու ելանք քերդին չեն խնայել ներդնելու այդ գործում։ Թող նրանց կյանքն էլ այդ ջրի նման երկար լինի։ Այսպիսով միտինգը նվիրված Եղկիլա Խանդո ջրադարի բարձմանը համարում ենք փակված։ Շնորհակալություն ուշադրության համար։ Բոլորով միասին թե խանդոցիներով և թե մեր հյուրերով խմենք խանդոցիների այս մեծ հաղթանակի գնացը։ Հաղթանակ, որը կրկնում ենք նույնիսկ մեր սովորական երևակայությունից դուրս է։ Շատ դեպքերում մարդիկ ասում են, միթե հնարավոր է, որ 18 կիլոմետր այդ հսկայական խողովակներով ջուր հասնելու Խանդո և հարկ տվածին, որ այսօր մենք վկա ենք այդ գեղեցիկ վեշտաբանի։ Թմենք Խանդոյի հասարակության խոշոր հաղթանակի կենացը և այդ հաղթանակը կերտող հասարակության կենացը։ Գետցե Խանդոյի հասարակությունը, որ միշտ աճե, բարգավաճե նրա յուրաքանչյուր անդամի առողջություն և բոլորին աշխատանքային հաջողություն։ Շնորհակալ ենք, շատ մեզավանիվ շնորհակալ ենք։
Urcă de
Կոզերին չիրն է կասլանում, ուսեշնիսը, որակացի տան կտրի նստած ասի, վեր են տալիս իրար հետով և գեղամեջ կարից խմբով, աղջիկներ է կարմիր հակած, տղաները փուշի գված, և զուրմեն ինչ ձայնը զրնում, և դհորի ձայնը թնդում թե հերիք է, հնձենք, բարենք, եկեք սասնա, բարը բարենք, Շոքս ասունն իր բարամարից դու ներմիծը բարի այլ հասկացիմ, թե այս բարով մեկ անդոգեն գրող տալով, մեկ ամրելով տաս ներնելով, սասուն է կեզ ինչ ասում, բարև սասուն, ու ողջ աշխարը հասկացավ, բարև սասուն ու ողջ աշխարն իմացավ, որ պարչ է սա, այլ միասկի քաչ պատմություն, որ պատմությունն ունի անգամ հպարտություն, բարիր սասուն, բարիր դու դեռ մնազ ունես կատարելու, բարիր կասպան, դեռ քո ձեռքին է կարոտել,